Առաջիկա խորհրդարանական ընտրություններում պետք է Հայաստանի ժողովուրդը պատասխանի մեկ հարցի. Ղարաբաղյան շարժումը շարունակվում է, թե ոչ։ Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միակն է, որը հստակ որոշում ունի չշարունակելու շարժումը։ Մյուս բոլոր ուժերը ասում են, որ իրենք շարունակելու են Ղարաբաղյան շարժումը։ Եվ ժողովուրդը հետ պետք է որոշի։ Եթե որոշում է, որ Ղարաբաղյան շարժումը շարունակում է, դա նշանակում է պատերազմ, որովհետև Ղարաբաղյան շարժումը պատերազմ է։ Եթե որոշում է, որ խաղաղություն է, ուրեմն Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում։ Վարչապետի համոզմամբ տասնամյակներ շարունակ Հայաստանի եւ Ղարաբաղի էլիտան Ղարաբաղի ժողովրդին պահել են պատանդի կարգավիճակում։ Մարդկանց պահել 30 տարի անորոշությունների մեջ եւ որևէ դուք հասկանում եք դա ինչ է նշանակում։ Չստեղծելով նորմալ կրթական համակարգ եւ այլն եւ այդպես շարունակ։ Ինչի իրանք Ղարաբաղին լուրջ են վերաբերվել։ Ղարաբաղին լուրջ են վերաբերվել։ Ոչ լուրջ չեն վերաբերվել։ Ես հարց եմ տվել 2018 թվին։ Իսկ քանի հոգի է նույն Ղարաբաղից պետական միջոցներով գնացել թոփ համալսարաններում կրթություն ստացել հետ եկել։ Կարան ասեն քանի հոգի։ Մատների վրա կարելի է հաշվել էնել որոշակի բաներով, որոշակի անձնական կապերով եւ այլնով, այսպես ասած թոփ ընտանիքների թոփ ներկայացուցիչներ։ Պետք է ասենք, որ Ղարաբաղի ժողովրդին պատանդի կարգավիճակում են պահել։ Այդ նույն մարդիկ, ում հավաքական իմ անունը ասում եմ, փախածներ։ Հիշում եք մի անգամ ստեղ ամբիոնից ասեցի, ինչ որ գեներալների մասին են խոսում, որ ասի վախկոտ դավաճանները, այո, վախկոտ դավաճանները եւ փախած էլիտաները այս պատմության մեջ պետք է իրենց գնահատականին արժանանան, որպես Հայաստանի պետականությունը, Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովրդին պատանդ պահածներ։ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց. Ղարաբաղյան շարժման ներքո հայ ժողովուրդն իր երկիրը դրել է օտար աշխարհաքաղաքական շահերի զոհասեղանին։ Մենք դա հասկացել ենք շատ ուշ եւ կան քաղաքական ուժեր, ովքեր չեն էլ հասկացել, չեն էլ հասկանալու։ Եվ սա նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ստեղծել է իր անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունը եւ իրավունքները պաշտպանելու համար։ Եվ սա Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքն է։ Երբ որ մենք ինքներս ժխտել ենք ուղղակի կամ անուղղակի Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքը, դրանով ոնց որ ասել ենք, թե Հայաստանը միջազգայինորեն ճանաչված տարածք չունի, անուղղակի ենք ասել։ Եվ դա պատճառը, որ այս ընկալման տրամաբանության մեջ մենք անընդհատ ավելի ու ավելի շատ ենք զոհաբերել մեր ինքնիշխանությունից, անկախությունից, որպես պետություն։ Եվ երբ որ մենք վերադարձել ենք Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքին, մենք գնալով այդ օրից ժամ դարձել ենք ավելի ինքնիշխան, ավելի անկախ, ավելի անվտանգ, ավելի հեղինակավոր միջազգային պետություն, եւ սա Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության խորհրդանիշն է։ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը եւս կոնֆլիկտի եւ կախվածության մասին է, նշեց վարչապետը։ Եթե դու դնում ես քո բոլոր հարևանների հետ կոնֆլիկտի տրամաբանություն քո անկախության հռչակագրի հիմքում, սա առաջինը մի բան։ Դու անհնար ես դարձնում քո միջավայրում առանց արտաքին օգնության ապրելը եւ ում օգնության պետք է այդ միջավայրում ապրես, գնալով ավելի ու ավելի կախված ես դառնում դրանից, ով ուզում է լինի։ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները կավարտվեն քաղաքացիական պայմանագրի հաղթանակով եւ ընդդիմության պարտությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կանխատեսումն է։ Այն ձևավորվել է վերջին մեկ ամսվա ընթացքում քաղաքացիների հետ շփումների արդյունքում, սակայն կա նաեւ երկրորդ պատճառը։ Ի վերջո կան պատմական ցիկլեր։ Դժվար է հավատալ, որ մի ժողովուրդ հազարամյա դեգերումից հետո հասել է այն հանգրվանին, որին ձգտել է, եւ մեկ էլ այդ հանգրվանից 5 րոպե առաջ կատարում է կտրուկ շրջադարձ
զարգացման օրակարգից վերադառնալով գոյատևման եւ գոյապահպանության օրակարգին։ Այսինքն իմ կարծիքը այն է, որ դա պատմականորեն անհնար է։ Եվ մենք պարզապես պետք է պատմական պահը ճիշտ գնահատենք եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ քաղաքացիները եւ պատմությունը հասցնենք տրամաբանական եւ շատ կարեւոր է ոչ թե ֆատալիստական, այլ ինչ որ ֆատալիստական տրամաբանությունը ճեղքելու միջոցով ի վերջո խաղաղ հանգրվանին։ Վարչապետի դիտարկմամբ ընդդիմադիր ճակատով հանդես եկող բոլոր ուժերն ունեն խաղաղության վերանայման տրամաբանություն։ Հենց իրենք օգտագործում են խաղաղությունը պարտադրելու, ուժային մեթոդներով խաղաղություն պարտադրելու եւ այլնի մասին։ Դա այլ կերպ քան պատերազմի ճանապարհ ոտք դնել անհնար է։ Այսինքն բոլորը այդ ուժերը ում եք ասում կոնկրետ Քոչարյան, Կարապետյան, Ծառուկյան ուժեր, բոլոր երեքը հանդես են գալիս, մեկը ասում է վերաբանակցենք, մեկը ասում է ուժով պարտադրենք, այսինքն ընդհանուր տրամաբանությունը դա է։ Այսինքն իրենք չեն համարում, որ այն խաղաղությունը, որը կա, այդ խաղաղությանը պետքա տեր կանգնել եւ այդ խաղաղությունը պետքա խնամել։ Իրանք ասում են, որ այդ խաղաղությունը պետքա վերաբանակցել, ինքը այն չի։ Եվ դա բացում է միանշանակ էսկալացիայի ճանապարհը։ Եվ ինչու պետք է դա տեղի չունենա, այն էլ աշխարհաքաղաքական այս միջավայրում, որտեղ այնտեղ որտեղ պատերազմի հնարավորություն կա, այնտեղ որտեղ պատերազմի դուռ կա եւ այդ դուռը բաց է, պատերազմը մտնում է, մենք չենք տենում ինչ է կատարվում աշխարհին։ Որտեղ փոքր ճեղք եղավ, պատերազմը այդ ճեղքով մտնելու է։ Իսկ ձեր ասած ուժերը ոչ թե ճեղքի մասին են խոսում, իրանք բանի դռների փեղկերը լայնորեն բացում են։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի համար պարզ չէ, թե ինչպիսին է ընդդիմության առաջարկած այլ ընտրանքային խաղաղությունը։ Հարցի պատասխանը Միրզոյանը չկարողացավ ստանալ։ Ընդդիմադիր Հայաստան եւ պատիվ ունեմ խմբակցությունները դահլիճում չէին։ Մի հատ կարակ բացեք ձեր պատկերացրած խաղաղությունը կետերով, ո՞նց է ալնում։ Վստահ եմ չեն կարա երկու կետել ասեն, մի կետը չեն կարա ասեն։ Ասելու են նույն խաղաղությունը, ինչ որ մենք նկատում ենք, որ ասում են բան, Ղարաբաղցիների վերադարձ, որ ասում ես խնդիր չկա, եկեք մի հատ հասկանանք, մի հատ բացեք, կարող է մենք էլ ենք համաձայնվում, ինչ նկատենք, ինչ պայմաններով։ Արդյոք Ղարաբաղցիների վերադարձ, այնպես ոնց որ նախկինում էիք ասում անկախ պետություն պահանջով, թե Ղարաբաղցիների վերադարձ որտեղ որ չգիտեմ դպրոցներում հայերենա լինելու թե չէ, կարող է պարզվի որ սկսեն բացել, կարող է պարզվի որ իրանց պատկերացրած Ղարաբաղցիների բնակությունը Ղարաբաղում նշաձողը տասնապատիկ ավելի ցածր է, քան այն որ մենք էինք ասում, որ մի քիչ նշաձողը իջացնենք, կարող է հնարավոր է լուծումներ գտնել։ Կարող է պարզվի որ իրանք ոչ միայն մինչև մեզ 30 տարի շարունակել, այլ այսօր էլ են շարունակում խաբել ու մոլորացնել մարդկանց։ Ընդդիմադիրների բացակայությանն անդրադարձավ նաև վարչապետը։ Երկու падգամավոր կային ստեղ, որ անդադ շատ ակտիվ հարցեր են տալիս, տվին հարցեր, տեսան բան չի ստացվում, հիմա գնացել են Ռոբերտ Քոչարյանին են բռնել, Ռոբերտ Քոչարյանին են հարցեր տալիս։ Հասկանում եք, բա եթե տենց երկիրը այդ վիճակում այս դատարկությունը ինչի մասին է։ Ընդ որում Քոչարյանին հարցեր են տալիս, գոնե հետո մոնտաժ են անում բան, գոնե մոնտաժ են անում նոր են տեղադրում, բայց այդ չգիտեմ ժամային մոնտաժների արդյունքում մեկը բանը էլի խոսացածի մի շատ զգալի մասը տենց ժամանակը սպառվեց, թե չկասեի թե ինչա։ Պատգամավորների հարցերի մի մասն էլ խաղաղության համար երաշխավոր ունենալու ընդդիմադիրների հայտարարությունների վերաբերյալ էր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, պատմության տարբեր ժամանակաշրջաններում հայ ժողովուրդն ու Հայաստանը տարատեսակ երաշխավորներ են ունեցել, իդեմս գերտերությունների, սակայն այդ երաշխավորությունն օգտագործվել է ուրիշների դեմ։ Ուկրաինայի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է։ Կիպրոսի անվտանգության երաշխավորության հարցում գիտեք ով է համաձայն էլի միջազգային բաների դերակատարում ունեցել։ Գիտեք, էդ գիտեք։ Թուրքիան։ Ժողովուրդ ջան, մենք 2020 թվին ունեցել ենք, թե չենք ունեցել անվտանգության երաշխավոր։ Ունեցել ենք։
Ով է եղել այդ անվտանգության երաշխավորը, հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը։ Եվ այդ կազմակերպությունն է մեզ առաջնորդել դեպի սպանդանոց։ Չեք հավատում, Բելարուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարությունը լսեք, Բաքվում արած իր պաշտոնական թե պետական այցի ընթացքում։ Հիմա քանի որ մենք դուրս ենք եկել դեպի կառափնարան տանող ճանապարհից, մեզ ասում են, որ ոնց այսօր եք գնում, ոնց մի րոպե։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդգծեց, ընդդիմությունն առաջ է մղում երաշխավորի ինստիտուտը, որպեսզի կոնկրետ երկիր շարունակի ավելացնել ներկայությունը ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստան-Ադրբեջան սահմանին։ Աշխարհի ցանկացած երկու երկրների միջև խաղաղությունը կարա լինի այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղությունը շահավետ է երկու կողմերին էլ, երկու պետությունների համար էլ։ Հետևաբար մեր նպատակն է ստեղծել այնպիսի փոխշահավետ, ուրեմն փոխկապակցվածությունների, փոխլրացումների, փոխօգնությունների, համագործակցության, հանդուրժողականության համակարգ մեխանիզմ մթնոլորտ, որտեղ եւ Հայաստանի համար, եւ Ադրբեջանի համար շահավետ լինի առհավետ պահպանել միմյանց միջև խաղաղությունը։ Մենք արդեն կարծես թե տեսնում ենք այդ մեխանիզմների ստեղծումը դրանք եւ քաղաքասարակությունների միջև երկխոսությունն է դրանք եւ ուրեմն տարանցիկությունն է եւ երկկողմ առևտուրն է։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից Մարիա Կարապետյանը վարչապետին խնդրեց նշել, թե որն է հայ ժողովրդի ինքնությունը։ Վարչապետը նշեց, հայ ժողովրդի ինքնությունն իր պետությունն է։ Շարունակելով թեման Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև հայրենասիրության մոդելին, ընդգծելով, որ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եւ երրորդ հանրապետությունում գործող հայրենասիրության մոդելի հեղինակը Ստալինն է, եւ այն ստեղծվել է երկու պատճառով։ Պատճառ համար 1, որպեսզի մենք մեր ինքնությունը խորհրդային Հայաստանի հետ չկապենք, այսինքն պետություն ունենալու մեր իղձերը չկապեն Հայաստանի թեկուզ խորհրդային հանրապետության հետ եւ այսպիսով խորհրդային միության ամբողջականությունը կասկածի տակ չդրվի, այլ այդ նկարտումները եւ ձգտումները արտահանվեն եւ երկրորդն էլ, ինչպես այն ժամանակ մեր նկարտումները, գերտերությունները իրենց նպատակներով օգտագործելու հնարավորություն ունենան։ Մենք վերադառնում ենք մեր ինքնությանը, որը կապվում է մեր պետության հետ։ Մենք հրաժարվում ենք Ստալինի սապոգի հայրենասիրության մոդելից։ Վարչապետ Փաշինյանը նշեց, 2018 թվականի ոչ բռնի Թավշյա եւ ժողովրդական հեղափոխությունը Հայաստանում տեղի է ունեցել ի հեճուկս բոլորի։ 18 թվականի հեղափոխության ժամանակ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները ինձ հրավիրեցին, դեռ արդեն պարզ էր, որ հեղափոխությունը լինելու է։ Ինձ հրավիրեցին Մարիոտ հյուրանոցում հանդիպման։ Ասի դե դեսպաններ են հրավիրում են հանդիպման, գնամ հանդիպման։ Գնացի բարև ձեզ, ինչ կա, բա մենք ուզում ենք միջնորդենք ձեր եւ կառավարության միջև, որ այս ճգնաժամից դուրս գանք։ Ասի շնորհակալություն, Հայաստանում ճգնաժամ չկա, եւ եթե դուք ուզում եք միջնորդեք մեր եւ իշխանության միջև, իշխանությունը ժողովրդի ձեռն է։ Մյուս կողմ չկա, որ դուք միջնորդելու հնարավորություն ունեն։ Ստեսություն, գնացեք զբաղվեք, կպեք ձեր գործերին։ Իրանք գնացին կպան իրանց գործերին, Հայաստանի ժողովուրդն էլ իր գործը արեց։ Մեր առաջնորդությամբ, օգնությամբ, աջակցությամբ։ Չէ՞ Սորոսը կազմակերպեց, Բորոսը Սորոսը ձեզ է կազմակերպել։ Այդ դուք ա որ Սորոսի նման երաշխավոր եք, փնտրում որ հորթի նման գլուխները տանեք, մտցնեք պարանի մեջ։ Որտեվ երբեք կյանքում ոչ մի ինքնուրույն բաց, ոչ մի կոպեկ փող եք աշխատել ինքնուրույն։ Մի կոպեկ փող չեն աշխատել այդ մարդիկ ինքնուրույն։ Մի կոպեկ, երաշխավորված ասում եմ։ Այդ որ ասում են մենք հարուստ ենք, բան Range Rover ենք քշում, բան եւ այլն եւ կյանքում մի կոպեկ փող աշխատած չկա ինքնուրույն։ Ռուսաստանի եւ այլ երկրների մեծահարուստների մի մասը իրանք ուրիշների փողերի վրա եղել են տեղապահ եւ այն տեղապահ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ հակադարձեց ընդդիմադիրների մեղադրանքներին, թե խաղաղություն կառուցելով Հայաստանի կառավարությունը մոռացել է բանակը զինելու մասին։ Ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին բանակի ծախսերի թվային պատկերը։ 1998-2008, 2008-2018
2 տասնամյակի մասին եմ խոսում։ Ուրեմն 2 տասնամյակի ընթացքում արված ծախսերը բանակի վրա, սրանք բացարձակ թվերի մասին է, ֆիքսված պաշտոնական թվերի մասին է։ 5 ու 4 անգամ ավելի պակաս ծախս է արվել, քան 2022-ից 2025 թվականներին, այսինքն միայն իմ պաշտոնավարման ժամկետի ընթացքում 5 ու 4 անգամ ավելի ծախս է արվել սպառազինության եւ ռազմական տեխնիկայի գնման վրա, այլ ծախսերի մասին չեմ խոսում։ Միայն սպառազինության եւ ռազմական տեխնիկայի գնման վրա, քան դա արվել է 2 նախագահների կառավարման տարիներին։ Հարցուպատասխանի ընթացքում падգամավորներն ու կառավարության անդամներն անդրադարձան նաև սոցիալական, կրթական եւ ճանապարհաշինական ոլորտներին վերաբերող հարցերին։ Նիկոլայ Ավետիսյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։